Պետք է խոսամ, ես բազմաթիվ անգամ խոսած եմ, որ հանձնել է Լեռնային Ղարաբաղը կազմակերպիչ Ղարաբաղի գեներալները հիմա եկե վերընկել են բանը Հայաստանի Հանրապետության զորամասերի վրա ու վտանգ կներկայացնեն Հայաստանի Հանրապետության համար։ Այդ օրա դեպքերը զինվորները կմեռնին, այդ երեկվա դեպքա օրա զինվորը մեռել է, կախած են կդե, այդպես նա դեպքերը շատ տեղի կունենա, խոսքի օրինակ Սյունիքի մարզում, Կաբանի մարզում, Վայոց ձորի մարզում, Շիրակի մարզում, Տավուշի մարզում, այդ զորամասերի զինվորները թող զգուշ եղնին, որովհետև զորամասի վրա նստած են մարտասպան հանցագործները, որոնք 44 օրյա պատերազմի ընթացքում դավաճանել են Արցախը ու սպանել են Արցախի զինվորներին։ Հիմա այդ հանցագործները նստել են Հայաստանի Հանրապետության բանակների գլխին, բանակի զորամասերի գլխին ու այսօր զինվորները կմահանան շատ սպեսնա դեպքեր կլսեք։ Խոսքիս ենք կլսեք, որ մեկը կախվել է, մեկը իրան կրակել է։ Խոսքի այդ զինվորը, որ մահացել է, Կաբանի զինվորը 20 տարեկան զինվորը մահացած։ Խոսքի ինքն օրապահը շատ տեսել է ադրբեջանցիները շատ մոդիկ են, ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության տարածքների դիրքերի վրա շատ մոդիկ են։ Այդ Կաբանի զինվորը իր հեշտապահության օրն նկատել է ադրբեջանցիների շարժը, հայտնել է գեներալին, որը Արցախի եկած դավաճաններ, որը սաղ Արցախը հանձնել է, դավաճանել է, զինվորներին սպանել է, կազմակերպել է Արցախի հանձնումը, հիմա նստած է Կաբանի զորամասի վրա, հայտնել է, ում պետք է հայտնի, զինվորն է, տեսել է բանը ադրբեջանցիների շարժը, հայտնել է բանը իր հրամանատարն է ինչերը սբանել է, խոսքիսել է գնաց է կախվել է։ Խոսքի ես են կորակը տեսնին Ադրբեջան, հիմի ներկայիս Հայաստանի Հանրապետության զորամասի օրապահը, որ Եվրոպային հրամանատար տվա, որ բանը հայտնեց իր գեներալին օրա շարժը տեսե, իրանք չեն հարձակվի Ադրբեջանի վրա, այլ կսպանեն ծառայող զինվորին ու Ադրբեջանն ներս կուկա ու այդպես դեպքեր շատ կիմանաք, որ բանը այս հիմի բանակում ծառայող զինվորների տարբեր մարզերի, եղնի Սյունիքի, եղնի Կաբանի, այս դեպքը որ սպանել են, կախած են տեսե, այդ մարդը ինքնասպանություն հաստատ չի գործե։ Բանը կախենգը, կրագենգը, կսեն ինքնագո իրան է կրագե, իրան է սպանը, տեսել է շարժը, ադրբեջանցի հայտնել է գեներալը ինչերը բանը սպանել է իր զինվորին, որ ադրբեջանցին ավելի առաջ կա ու ասպեսնա բաներ տարբեր մարզերից սպանությունների, ես այս մասին շատ շուտ էի խոսած է, ինձ շանտեղ տնող չեղավ, որ բանը Արցախի զինվորներին սպանված մարտասպանները հիմա նստած են Հայաստանի Հանրապետության զորամասերի տարբեր մարզերի զորամասերի վրա, եղնի Սյունիք, եղնի Գորիս, այդ Գորիսի նստող գեներալը հենց եղել է Ադրբեջան այդ Արցախը հանձնողներից մեկը, հիմա եկել նստել է վարի կուտա Հայաստանի Հանրապետության մեջ գտնվող ծառայող զինվորներին, կսպանե զինվորներին, ադրբեջանցին առաջ կուկա, կսպանե զինվորներին, ադրբեջանցին առաջ կուկա, մեկին կախած կտեսնին, մեկին ճակատին կրակած կտեսնին,
կսես սայլուկցել է, խելառել է զինվորը, ինքնասպանություն է գործել։ Համի այս անհանգստացնող հարցը ես տեսա ու զգացի, համի ես կխոսամ այդ մասին։ Թող այդ Հայաստանի Հանրապետության զինծառայողները ուշադիր եղնին ինչ կկատարվի, համի էդի կկատարվի։ Զինվորը տեսնելով ադրբեջանցիների շարժը տարբեր մարզերում փոխանակ ձեռ կառնին պաշտպանողական միջոցներ, կսպանեն իրանց ծառայող զինվորներին ու ադրբեջանցին առաջ կուկա, որովհետև հանձնել են այդ մարզերը ու կսպասեն, որ առաջ կան ու սպանեն։ Այս սպանությունը որ տեղի ունեցել, զինվորը իրան չի կախե։ Զինվորին քիչ ժամանակ էր մնացել, որ հետ կար տուն, հաստատ հետ կա լացող տղեն, իրան իրա հեշտապահության օրը չէր կախե։ Իրան հայտնել է ադրբեջանական շարժ է տեսել, հայտնել է գեներալին, գեներալը սպանել է զինվորին։ Մարտասպան ուռոդները Արցախ հանձնող նստած են Հայաստանի Հանրապետության զորամասերի վրա, իշքան հանձնած սպանող ուռոդ։ Եկե նույն գործողությունը կկատարեն արդեն Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողների վրա։ Այսօր ասկան մարդ մեռավ, այդ Սյունիքի դիրքը որ բաներեցին, հենց այնպես հեշտ դիրքերը չտվեցին ծառայողների բանին։ Լիքը մահացող, լիքը սպանվածները, այդ բանը, այդ Սյունիքի մարզի դիրքը, որ ահամի Ադրբեջանն է նստած, այդ Հայաստանի Հանրապետության լիքը զինվորներ այդ ժամանակահատվածում սպանեցին։ Նույնը հիմի կկատարվի։ Հիմի օրա իմացակ, հեչ մեկը ոչ իրան կախել է, ոչ իրան կրակել է, ոչ է սայլուկ է։ Ամենա վտանգավոր գծի վրա հիմի գտնվում է հենց զինծառայողը իր հեշտապահության ժամանակ կնկատի ադրբեջանական շարժը կհայտնի գեներալին, գեներալը վարի կուտա տվյալ զինվորին ու ես ես մասին տես հիմի կկատարվի չսեք տեսար ես ես մասին կոգոշտի ռակ կբա ու կպատմեի 5 տարի առաջ ընձի կսեն սայլուգ ես հաճաս կքեզնից դուրս ու հիմի ինչորա ես կխոսայ հիմի տեղի կունենա, հիմի կշահադնա զինվորների սպանությունը ու հիշեք, ըդիկ արդեն տարածները տվել է, ով որ ախանգարեց պաշտպանեց առաջի տուժողքի ձով է կայնած Հայաստանի Հանրապետության զինվորը, կսպանեն զինվորին, Ադրբեջանի բանը դիշկը ու Հայաստանի Հանրապետության կարևորագույն զինվորական դիշկը կուտան Ադրբեջանից Ասիկ, հիմի որ ասպես կենեն կախվել է, այդ մարդը մնացել էր քանին բան, որ ատուն պդիկար, տուն կալացող զինծառայող, չի սայլուգնա ու հանգարցագի իրան չի էշտա կախեն կսպանեն, կսեն գործել է ինքնասպանություն։ Շատ չմանրանամ, թող այս հարցով, այս հարցը ինձ չի վերաբերել, բայց ես ասիկ զգացել եմ ու անհանգստացնող հարց է բարձրացել։ Թող մասնագետները ոստիկանությունը զինվորական ոստիկանությունը զբաղվի շատ ու լուրջ եղնի այս հիմի տեղի կունենա այս գործողությունները բանակի ծառայողների բանը ով որ հայրենիքի մասին կմտածի կյանքը վտանգված է խիստ Արդեն տարածները հանձնել են, ով որ կայնավ պաշտպանեց, այդ կեղնի իրա վեշտի օրը։ Ով որ հայրենիքը կայնավ պաշտպանեց, տարբեր մարզերից։ Ասիկ ինչ որ իմացա, բանը կաբանից էր դեպքը տեղի ունեցել, շատ ու շատ դեպքեր տարբեր մարզերից է տեղի ունեցել։ Պրոստո հիմի կշատնա այս դեպքերը։ Ասեմ, որ մարզերի բանը այս դեպքերը շատ տեղի կունենա Վայոց Ձոր, Տավուշ, Գորիս, Սյունիք, Կաբան, Տավուշ,
էլ որ մարզը կա Այդ իմ թվարգած ես թվարգել եմ որն է կարմիր քզի տագը խիշտ վդա այդ զորամասերը ասպեսնալուր է շատ կիմանակ օրը մեր Հայաստանի Հանրապետության մեր մարզի զինվորը մահացել է կամ կախված է կամ իրան կրակել է բայց ինքը ոչ իրան կախել է ոչ իրան կրակել է դա կկադարվի գեներալների ձեռքով կամ կկախեն կամ ճակատից կկրակեն այս կանը թողես հարցով բաներն են մասնագետները ինչ կվերապահի ու սպես դեպքեր տեղի կունենա մահացածության ու մինչև հիմի հələ 2 տարի 3 տարի կադարված դեպքերը հələ չի բացահայտվի կկադարվի սպանություն ու չգիտես ինչի կմնա անբան չի բացահայտվի ոստիկանների կողմից ու այսպես մեկ է կնայես որ Հայաստանի Հանրապետության կայնած թիշկի վրա մարդիկ զինվորները կմեռնին ու այդ թիշկերի վրա չիդես ընջի կկայնին ադրբեջանցիները հիմի ինչքան թիշկ կա հայ զինվորներին սպանել են այդ թիշկի վրա կայնած են ադրբեջանցի զինվորները Այսպես նա զգացող խոսածողներին քանեն խելար, նարկաման, ուռոտ ու իսկական ուռոտ հանցագործ մարտասպաները գուլյատ կենեն ազատության մեջ Այսպես նա զգացող ու խոսածող մարդիկ կամ վարի կուդան կամ ձերբակալված են իսկ ինչքան հանցագործ մարտասպան կա ազատության մեջը հիմի կքել է Ազատիճը առաջի վտանգավոր բանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության մեջ ծառայող հասարակ զինվորը իր հեշտապահության մեջ նկատելով ադրբեջանցիների շարժը այդ տղեն ես ինչեղ կզգամ այդ տղեն տեսել է ադրբեջանցիների շարժը հայտնել է գեներալին ու գեներալը կախել է տվյալ զինվորին ինչը բան եղա չգիտեմ որ քաղաքներ Սյունիքներ թե Գորիսներ ոսպես նա լուրեր կիմանաք շատ ու շատ մնացած մարզերի Հայաստանի Հանրապետության վրա գտնվող բանակի զինվորներից Որ կեսը իրան կկախե, չգիտես ինչի, կեսը իրան կկրակե, այս կանը, թող ես հարցով զբաղվին մասնագետները, ցավոք սրտի այս մասնագետները դիտավորյալ չեն զբաղվի այս հարցով, կաբանի այդ տղեն որա կախվել է, ինքը չի կախվել, իրան կախել են ու Տարածել են որ այդ զինվորը իրան կախել է, այդ զինվորին մնացել է շատ քիչ ժամանակ որ ինքը պետք է գար տուն ու տուն քալածող զինվորը դժվար թե իրան հաներ կախեր։ Այդ օրը որ հանձնել է Արցախը հիմի կգտնվի իրանց գեներալը հայտնել է հրամանատարին, հրամանատարը կախել է ասկանը։